շնամարտերը։ Ապրիլի 4-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր Facebook-յան էջում կիսվեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվողների հրապարակած այս տեսանյութը կից գրառմամբ։ Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը արձագանքել։ Իսկ տեսանյութը մի խումբ անձանց կողմից շնամարտի կազմակերպման մասին էր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները։ Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել եւ քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի։ Բացի այդ, ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ։ Արդեն երեկոյան դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց Դինգո թիմի ղեկավարով Սաննա Հովսեփյանը, հայտնելով, որ ինքը եւս եղել է շնամարտի անցկացումը խոչընդոտած կենդանասերների շարքում, իսկ շնամարտի մասին նրանք նախապես էին ահազանգ ստացել։ Ժամը 10-ին եղել ենք տեղում, չոլ էր, լոկացիայով ենք գտել, բարեբուն իմաստով լրիվան մարդաբնակ չոլ, որտեղով անգամ մեքենա չեն անցնում, ու մենք 4 աղջիկներով այդ մի խումբ տղամարդկանց մեջ իհարկե սցենարի պետք է վախենայինք, բայց քանի որ մենք այս կենդանի պաշտպանության գործում ինչ ասես չենք տեսել, մենք էլ ոչ մի բանից ռեալ չենք վախենում։ Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով նախաձեռնվեց նաև քրեական վարույթ։ Վարույթը նախաձեռնվել է ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով։ Սպիտակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը միակը չէ։ Մեկ ամիս առաջ էլ Արտաշատի համայնքային ոստիկաններն էին շնամարտ կազմակերպելու դեպք բացահայտել։ Շներին եւ այլ կենդանիներին միմյանց դեմ հանելու դաժան զվարճանքները գալիս են դեռևս հին Հռոմից, որտեղ նման մարտերը հանրային ներկայացումների մաս էին։ 18-ից 19-րդ դարերում այս երևույթը նոր ձև ստացավ Միացյալ Թագավորությունում, վերածվելով շունը շանդեմ կռիվների։ Չնայած արգելքներին, դրանք գաղտնի շարունակվեցին եւ տարածվեցին նաեւ Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում։ Այսօր երևույթը լայնորեն դատապարտվում է եւ համարվում է անօրինական ինչպես մեր, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։ Հատկապես շնամարտանողներն ասում են, դե բա այս գամփրների կռիվը պետքա որ գայլի դեմ դուրս գան։ Վայ, ինչ եք խոսում։ Այդ նույնն է ոնց որ ասես մեկին կարատե են պարապել տալիս, որ բոքսյորի դեմ հանեմ։ Ախր ի վերջապես պետքա հասկանաք, որ գայլի եւ շան կռիվը էականորեն տարբեր են։ Հարցակվելու ձևը, մարտավարությունը, ամեն ինչ։ Գամփրը դեմ կռվելով, գայլի դեմ կռվել չի սովորում։ Կենդանասերները ահազանգում են այս ամենն արվում է զվարճանքի ու գումար վաստակելու համար։ Իսկ ինչ է լինում այս կռիվներում պարտվող շների հետ։ Հաճախ տարբեր վերքերով շները ուղակի սատկում են։ Լինում են դեպքեր, երբ վիրավոր շունն այլևս տիրոջը այսպես ասած պետք չի գալիս եւ նրանց ուղակի բաց են թողնում փողոց բախտի քմահաճույքին։ Իսկ հայկական գամփրը պարզապես շուն չէ, այն հայկական լեռնաշխարհի կենդանի խորհրդանիշն է, հազարամյակների պատմություն ունեցող հավատարիմ ընկեր եւ անփոխարինելի պահապան։ Ընդհանրապես ամբողջ մարդկության պատմության մեջ ամենահին շան տեսակը, ամենահին շունը, առաջի կարելի ասել շունը հենց գամփրն է, գերխեղդը։ Հայերը սակայն հնում շնակռիվ կամ շնամարտ չեն ունեցել։ Մեծ այդ զրույցում դա փաստեցին թե ազգագրագետները եւ թե Հասմիկ Բաղրամյանը։ Հակառակը մեր վերաբերմունքը շների նկատմամբ եղել է շատ ավելի բարձր եւ հայկական բնավորության մարմնավորումը հենց գամփր շունն է։ Այսինքն այս շան խորհրդանիշը մեր մշակույթում սահման պահող հավատարիմ էակներ են, նույնիսկ այդպես հեքիաթային կերպարներ, Ասլան Ղափլան, որոնք կանգնած են դռան մոտ ու ոչ մեկին ներս չեն թողել, որովհետև ստեղից են կողմ իրանց ասվածը ոչ մեկին ներս չթողես, հավատարիմ են, ընկեր են ու հովվի կողքն են անընդհատ։ Այստեղից էլ հովվաշուն բառն ունենք։ Սարերում հոտի մեջ ապրող շներն ունեն չգրված իրենց օրենքները։ Կռվում են, երբ իրենք են որոշում, խեղդում են, երբ հոտին վտանգ է սպառնում եւ երբ անկոչ հյուրերը գայլերն են լինում։ Մեր էպոսներում, հեքիաթներում, առասպելներում ու պատմվածքներում մշտապես շունը ներկայացվել է որպես դրական կերպար։ Մեր առօրյա խոսակցության մեջ էլ հայտնի է այս արտահայտությունը։ Մի դռան շան պես յոլա գնացեք, որտեղ շներ իրար հետ չեն կռվում։ Կարող է կռվեն, դա բնության մեջ կարող է տենց բան լինի։ Բնության մեջ շունը համարվում է հավատարմության խորհրդանիշ, սակայն պատահում է այնպես, երբ կենդանին ագրեսիվ է լինում իր իսկ տիրոջ նկատմամբ։ Այստեղից էլ շունը տիրոջը չի ճանաչում արտահայտությունը։ Սա էլ բացատրում են նրանով, որ հաճախ տերն ինքն է փոխվում, եւ շունն էլ չի ճանաչում ու վնասում է նրան։ Ու եթե մենք հայերս մեզ կորցնենք, մեր դիրքը, մեր տեսքը փոխենք, այն աստիճանի, որ հայկական օրենք, հայկական սահմանադրությունն ու արդարության օրենքները հայկական չճանաչեն մեզ հայերիս, որտեղ մենք շատ ենք փոխվել,
էլ հայից բան չի մնացել։ Առաջինը մեզ կգզեն հենց մեր առասպելական շները։ Կենդանասերները բոլորին են հորդորում չլինել դաժան։ Ոստիկաններն էլ զգուշացնում են, կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։